Դուք ամեն տարի մասնակցում եք ժայռովյակի։ Երբ որ Արցախում եմ եղել, ոչ։ Արցախից եք։ Իսկ այնպես մասնակցում եմ։ Մասնակցում եմ այնպես։ Միայն Արցախում որ եղել եմ, ոչ։ Մենք այնտեղ էլ ենք կազմակերպել։ Անպայման, ամբողջ ժողովուրդը դուրս էր գալիս, գյուղերից էլ էին գալիս, Ստեփանակերտ։ Շատ լավ, այս տարի երթը իրականացնում է, պայքարը շարունակում է Վարդապետին հետո։ Այս համար սա Ոչ, պայքարը շարունակում է։ Պայքարը շարունակում է։ Այլ կերպ չի կարող լինել։ Այս Իշխանությունը գալիս է գնում է, իշխանությունը ոչի մնում ավերջ։ Սրանք էլ ոնց է գնեն, այնպես էլ գնալու են, կարող է հավերժ մնալու են, բայց սա պայքար է, չէ, պետք է շարունակվի։ Չենք կարող մենք սա մոռանալ երբեք։ Քանի սերունդ էլ որ անցնեմ եւ հնարավոր չի մոռանալ։ Միշտ էլ գնալու ենք։ Միշտ էլ մենք մասնակցելու ենք, գնալու ենք։ տեսեք, այս իշխանությունը Լավ չեմ։ Իրանց ասելով ոչի, իրանք ոչ կարան դա հեռացնել, ասելով ոչի։ Ասել այսքան ժամանակ այդքան բան են ասել, բայց էլի գնում են, չէ։ Ես ընտրությունների ժամանակ ես կարծում եմ, որ ընդդիմությունը բառը մոռացա։ Իդեմս Ռոբերտ Քոչարյանի հաղթելու է ընտրություններում։ Սա չի կարող երկար շարունակվել Աղջիկ ջան։ Ամբողջ ժողովուրդը բնավեր եւ տնավեր է եղել։ Շատ բան է ասում ինքը։ Դրա համար էլ այդ ողբերգական պայմանները ստեղծել արցախցիների համար։ Ոչ մի բան, էդի չգումար են տալիս։ Ես էլ եմ տեղահանվել, պատերազմի ժամանակ եմ եկել։ Որոշակի գումար, բայց մեզ էլ են տվել հավաստագիր։ Մեր հավաստագիրները ինչ-որ ձևով առավելություն ունեին։ Ոչ թե այս ողորմելի հավաստագրերի նման են որ տալիս են։ Ինչ է նշանակում ընտանիքի անդամին 3 կամ 4 միլիոն դրամ։ Այո, բան չա լինելու, ենթադրենք մի հոգի անդամը, ինչ անդամը, թաղման գումար են տվել։ Այո, Սեղասպանության տարելիցի նախորյակին կրկին համախմբվել ենք։ Համախմբվել ենք վերահաստատելու, որ 111 տարի անց արդարությունը հանրապետության համար վարված պայքարի ջահը թույլ չենք տալու մանել։ Շատ բան են ասում Այս իրանք, ասեցի երկրի իրանք առաջին ջահագիրները եղել են Շահան Նաթալին, հետո որ ժողովրդին բերեցին տնավեր, բնավեր արեցին, ստեղ խոսեն չի ձերը։ Մարդիկ չեն կարողանում ապրել, բազմազավակ ընտանիքները չեն կարողանում ապրել։ Մի հոգի մարդիկ գիտեմ, կամ երկուսը գիտեմ ընտանիքի անդամ չեն կարողանում ապրել։ Այս ողբերգությունը որ սա բերել է ժողովրդի գլխին, վերջի վերջը մի օր վերջը ունենալու։ Ուղղակի պետք է դիմանալ։ ասում են խաղաղություն են բերել Խաղաղությունը թող իր գլխին կգնա։ Ով է տեսել Թուրքիայի խաղաղություն։ Պաուլոս Սևակը շատ լավ ասում, ինչքան է որ հագնվեն Օսլոյի վատոդիկով եւ այլն եղունգների տակ արին նայեք կտեսնեք։ Եվ ով ինքն է հենց պատժել դրա համար իրականացնողներին։ Մի մարդ որ իրատան մեջ խաղաղություն չի կարողանում հաստատել, ժողովրդի համար հաստատելու է խաղաղություն։ Կամ Թուրքիայի խաղաղություն, ոչ մի նորմալ մարդն է դրան հավատում։ Եվ իր ժառանգությունը իր բերած խաղաղությունը թող իր գլխին կպնի։ Վանում, Զեյթունում, աննորմալ հոգեկան անհայրենիք մարդ է դա, անհայրենիք։ Ոչ թե պետք է հայրենասեր լինել, պետք է հայրենատեր լինել։ Լոկ պատմական հայրենիքի, ոչ թե իրան նման։ Այն քաղաքական գործընթաց է, որ թուրքական քաղաքական միտքն ու յաթաղանը ծրագրել եւ իրականացնել է մեր դեմ 1995 թվականներից սկսած Համիդյան ջարդերով, ապա շարունակելով չի միացել, ինչ անենք։ Հոգևոր առաջնորդ է ինքը։ Արցում, Շուշիում, հոգևոր առաջնորդ, ժողովուրդն հոգևոր առաջնորդ է դա տարբեր է, ինքը հոգևոր առաջնորդ է, բայց ինքը ոչ թե ժողովրդի առաջնորդն է։
Դու գնացեք արցախցիներին Այս խոսացեք, կտեսնեք իրանք ոնց են ապրում։ Կասեցվել է հայ ժողովրդի կողմից, երբ ոտքի են կանգնել։ Կանգնել եւ պատասխան Եկեղեցին ոչ մի բան չի կարող անի։ Պարզապես այդ իր PR-ի մի մասն էր։ Կամ 90-ականների Բա հիմա ինչ են լռել։ Երբ թուրքական Ինչի է հիմա յաթաղանը լռել։ նորից սկսվեց ճոճվել Եկեղեցին Եկեղեցին տարերով գոյություն ունեցել, գոյություն ունելու, իսկ ինքը Այսօր եւս ոնց է գրվելու իր անունը պատմության մեջ։ չի փոխվել։ Մեկ հայ այն էլ հանգարանում ամենավատ բնորոշումներով։ Դեր թշնամու սեղանին։ Ինչպես որ են մյուս դավաճաններին ա Այն գրվել, իրան դանդաղ է գրվել։ կամարակ, կոշտ կամ փափուկ Մյուս դավաճանները այսպեսի վնաս չեն հասցրել հայրենիքին, ինչպես որ ինքն է հասցրել։ Ոչնչացնել մեր տեսակը։ Հայրենիքը վաճառքի չեն հանել։ Պայքարելու կան։ Սա վաճառքի է հանել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը։ Դրա համար ես ասում եմ, պետք է հայրենատեր լինել, տիրություն անել հայրենիքին։ Այս երկիրը մենակ այս դժոխքից կարող անել Ռոբերտ Քոչարյանը։ Ինչու՞, որովհետև փորձ ունի։ Ունի փորձ։ Երիտասարդներ շատ լավ կան։ Շատ երիտասարդներ կան, տեսնում ենք։ Տեխնատություն են դնում եւ այլն, շատ լավ է որ երիտասարդները, բայց երիտասարդներին ուղղորդող է պետք։ Օր շարունակում է մեր հայրենիքի Ինչպես որ դպրոցն է, դպրոցը առանց ասում են եկեք մոռանանք փորձառու մասնագետների չի լինում, այնպես էլ սա է։ Եթե թշնամին ամեն օր Թող ընտրեն, թող Ռոբերտ Քոչարյանին ընտրեն, դու փորձ ունի, ղեկավարելու պատերազմը վարելու փորձ ունի։ Մեր դեռևս Ճգնաժամային վիճակից ինքը մեր երկիրը հանեց այդ 10 տարին ի վիճակի։ Մենք ոչ աշխատավարձ էինք այս ստանում, ոչ ցավալի բան եւ մեր էինք ժողովրդին արյունակամալով գործընթացը Կարգի բերեց։ միակ Թող ընտրեն։ Ընկել են երիտասարդների հետևից, Ռոբեն մեկը ու խելքին ինչ բրդի խոսում են, առանց հասկանալու իրանք ինչ են խոսում։ Հա հասկացանք երիտասարդ են։ Ուզում են, բայց ուզելու համար էլ պետքա մի քիչ խելք ունենան, պետքա մի քիչ փորձ ունենան, չէ՞։ Փորձառուն պետք է կողքը կանգնի ղեկավարի, ուղղություն տա գոնե։ Ամեն մեկը երկիր փրկող է դարձել։ Արգելին Թող իրանք իրենց փրկեն, իրանք իրենց գլխի գալիքը դեռ չգիտեն։